Կան տարբեր տեխնացուներ, ինչպես կորոշի քաղաքական թիմը, այդպես էլ կանենք։ Տարբեր տեխնացուների հարց որոշի խմբակցության ղեկավարը տեղում կողմնորոշվի կորոշեն, հավանաբար կլինի քաղաքական որոշում, եւ եթե ես լինեմ, ես կենթարկեմ քաղաքական ցանկացած որոշման։ Պարոն Վարդանյան, ինչու այս հանձնաժողովը վերցրեցիք եւ ոչ տնտեսական։ Երևի ճիշտ կլինի հարց ուղղել պարոն Կարապետյանին։ Նախապես չեք քննարկել։ Ոչ, ես չեմ քննարկել որևէ։ Եվ ինչ եք պատրաստում այդ հանձնաժողովի շրջանակներում իրականացնել, նախագծեր բերել, վարկային քաղաքականության հետ կապված։ Դե բնականաբար, եթե որոշել ենք ընտրել հանձնաժողովները, պետք է ակտիվ խորհրդարանական գործունեությամբ զբաղվենք, իրականացնենք խորհրդարանական վերահսկողություն եւ դա պաշտոնները բնականաբար չենք վերցնելու համար, այսպես ասեմ, այսինքն ամբողջ ծավալով, օրինակ դուք տեսաք Եվրոինտեգրման հանձնաժողովը մենք ընտրեցինք նաեւ, եթե նախկինում որևէ այսպես լուրջ հարցեր չեն քննարկվել այդ հանձնաժողովում, մենք դրա ճիշտ հակառակն ենք անելու։ Ամեն դեպքում համացանցում քննարկման տեղիք տվեց։ Այո, գիտեք, մեր օպոնենտները մի քիչ ճիշտ չեն մեկնաբանում մեր խոսքերը, իրենք շատ, չեմ ուզում այդ բառը օգտագործեմ, պրիմիտիվ թե պարզագույն, sense ինչ բառ օգտագործեմ, չգիտեմ, բայց երբ որ մենք խոսում ենք Հայաստանի տնտեսական շահերից, իրենց մոտ sense կարմիր թելի նման անընդհատ խոսում են, չգիտեմ, դուք ռուսամետ եք օրինակ, երբ որ ասում ենք ԵԱՏՄ-ի հետ հարաբերություն չի կարելի փչացնել։ Իրենք այդ ամեն ինչը պատկերացնում են այլ բևեռի հետ հարաբերության փչացնելու արդյունքում ստեղծել նոր հարաբերություն։ Հիմա եթե այս պահին փաստն այն է, որ ԵԱՏՄ-ի հետ մենք ունենք այնպիսի առևտրային ծավալներ եւ որի հետ հարաբերություն փչացնելով մենք մեզ ենք վնասում, դա չի նշանակում, որ մենք ուրեմն հակաեվրոպական ենք կամ չգիտեմ ինչ ենք, այսինքն այստեղ մի հստակ բանաձև գոյություն ունի։ Չի կարելի լինել որևէ երկրի հակա Այսինքն հակա-ռուս չլինելը մի բան է, ռուսամետ լինելը մեկ այլ բան, դա հստակ բանաձև է։ Հիմա մենք ասում ենք, մենք հակա-ռուս չենք, հակա-արևմտամետ չենք, հակա-ամերիկամետ չենք, մենք ոչ էլ պռո ենք, մենք հայամետ ենք, այսինքն եթե մեր քաղաքական առաջնորդի պարոն Սամվել Կարապետյանի խոսքերը մեջ բերեմ, մոտավորապես հետևյալն է. Եթե պարզվի օրինակ, որ Մոզամբիկի հետ հարաբերություններ ստեղծելով մենք մեր երկրի շահերից բխող քաղաքականություն ենք իրականացնել, ուրեմն մենք Մոզամբիկի հետ մեր հարաբերությունները խորացնելու ենք։ Մեր տրամաբանությունը դա է։ Այսինքն, խնդրեմ։ Դուք խոստանում եք, որ օրինակ այդ հարթակը չեք օգտագործելու ձեր ռուսամետ լինելը առաջ տանելու։ Մեկ անգամ եւս կրկնեմ, Ժորժ ջան, գոյություն ունեն փաստեր։ Հստակ մանավանդ տնտեսության հետ չես կարող էմոցիաներով առաջնորդել, գոյություն ունեն փաստեր։ Շուրջ 8 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն մենք ունենք Եվրասիական միության հետ։ Փաստը արձանագրում։ Չեմ ասում լավ է, վատ է, Եվրասիականն է լավ կամ Եվրոպան է լավ։ Եվ այդ ապրանքային խմբերը, երբ որ մենք դիտարկում ենք, ուսումնասիրում ենք, այդ ապրանքների առանձնահատկությունը շուկայի առումով հետևյալի մեջ է կայանում։ Դրանք սպառվում են ոչ միայն մեր հայրենակիցների կողմից եվրասիական շուկայում, այլ նաև ռուսների, ղազախների, բելարուսների, ի տարբերություն եվրոպական եւ ամերիկյան շուկաների, որտեղ հիմնական սպառումը իրականացվում է մեր հայրենակիցների կողմից ավանդական ձևով, այսինքն այդ սովորույթի ուժով, եւ հետեւաբար մենք չենք կարող միանգամից ասել, որ կարող ենք դիվերսիֆիկացնել։ Բացի դա, խնդիրը ոչ թե Եվրասիական միության հետ է, խնդիրը կոնկրետ Ռուսաստանի Դաշնության հետ է, քանի որ Հայաստանը չունի ընդհանուր սահմաններ պետական։ Ստացվում է, որ անուղղակի կերպով մենք խնդիր ենք ունենում նաև Եվրասիական միության հետ։ Եվ այս մասին պետք է մտածել, երբ որ ես իմ ելույթում նախորդ անգամ ասացի, որ իրականացրել եք կոնկրետ հակառուսական քայլեր, ինձ հարցնում էին իսկ ինչ են կարել։ Իսկ ինչ է նշանակում Հայաստանին ֆինանսավորել, եվրոպացի պաշտոնյաներն են ասում, որպեսզի պայքարեն հյուսիսից եկող հիբրիդային սպառնալիքների դեմ։ Երբ որ դուք նայեք քարտեզին, հյուսիսը Վրաստանն է կարծեք, թե մենք Վրաստանի հետ խնդիր չունենք։ Եվ ակնհայտ է, պարզ բան է, որ վերջապես լիներ սա էլի, էսի նկատի ունեմ։ Այսինքն դուք հիմա նաև կարծիքներ կան, որ հատուկ ընտրել եք Եվրոինտեգրման հանձնաժողովը, որպեսզի ձեզ դադարեն ասոցացնեն ԵԱՏՄ-ի եւ ռուսական կողմի հետ։ Տեսեք, բացարձակ նման խնդիր գոյություն չունի, սրանով նաև մենք ընդգծում ենք մեր անաչառությունը, մեր հայամետ լինելը։ Տեսեք, իրենք կարմիր թելին մա, թե նայեք խոսույթը, դահլիճում ինչ հայանչում, չգիտեմ, մետադիշկա եք ստացել Լյուբլյանկայից եւ այլն։ Հիմա մենք, ասենք, ես չգիտեմ, օրինակ թուրքական այդ միթա կոչում հատուկ ծառայությունը հասցեն որտեղ է գտնվում կամ ենթադրենք բրիտանական մի 6-ի հասցեն որտեղ է գտնվում։ Ես էլ չգիտեմ իրենք այդ մետադիշկաները ումից են ստանում, որ նման խոսույթով են հանդես գալիս, բայց հստակ նորից եմ կրկնում, գոյություն ունեն փաստեր, մենք իրավունք չունենք մեզ թույլ տալու այնպիսի քաղաքականություն, որով կխաթարվի, այն բառով ասեմ, տնտեսական խաղաղություն Հայաստանի Հանրապետության։ Մի կողմ թողնենք այդ սեփականության իրավունքի ոտնարում եւ այլն, այսօր փաստն այն է, որ արտանողներ ունեն լրջագույն խնդիրներ, որը դեռևս չի լուծվում եւ ճգնաժամ ավելի է խորանում կարծիք թե։